Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, մենք այսօր կրկին պոլիտէկոնոմ հաղորդաշարի տաղավարում ենք եւ մեր հյուրը էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու պարոն Ալբերտ Հայրապետյանն է, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ կփորձենք հասկանալ պարոն Հայրապետյան հետազոտական գործիքակազմի առանձնահատկությունները նախ տնտեսության զարգացման, այնուհետև հնարավոր է նաև բուխ տնտեսություն կապի հետ կապված հիմնախնդիրներ եւ ընդհանրապես գերատեսչությունների մեջ հետազոտական գործիքների առանձնահատկությունների մասին խոսենք։ Կցանկանայի ներկայացնեիք այն բոլոր հնարավորությունները, հեռանկարները, գործիքակազմը, որ հետազոտական կենտրոնը տալիս է նախարարությանը որպես գերատեսչություն, որպես պետական կառավարման կարևորագույն համակարգի կարևորագույն մաս, ինչպես կգնահատեք հետազոտությունների ընթացքը եւ հետազոտությունների ամբողջ կառուցակարգը էկոնոմիկայի նախարարության գործունեության մեջ եւ ընդհանրապես պետական կառավարման համակարգում։ Այսպես գլոբալ ներկայացրեք, հետո մենք ավելի մանրամասներով կփորձենք հասկանալ։ Շնորհակալություն պարոն Խաչիկյան, շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար եւ սա զուտ պրոտոկոլային խոսքեր չեն, այն պարզագույն պատճառով, որ իմ ամեն օրվա գործից եմ խոսելու։ Ինձ շատ հոգեհարազատ է։ Նախ նշեմ, որ 2024 թվականին, երբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց պարոն Պապոյանը, նախարարության պատմության մեջ առաջին անգամ նախարարի հրամանի տեսք ստացավ էկոնոմիկայի նախարարության հետազոտական օրակարգը։ Դա պարոն Պապոյանի նախաձեռնությունն էր, քանի որ ինքը չափազանց կարևորել եւ ընդգծել է գիտական ակադեմիական հետազոտությունների դերը քաղաքականության մշակման գործում, այսինքն քաղաքականությունը պետք է լինի հետազոտահենք, պետք է լինի հետազոտական հիմքի վրա, եւ դա նույնիսկ չի էլ քննարկվում։ Ինչպես ձևավորվեց հետազոտական օրակարգը, մենք որպես վարչություն դիմեցինք գործընկեր վարչություններին, իրենցից խնդրելով, ակնկալելով թեմաներ, հետազոտական թեմաներ, եւ այդ թեմաները համադրելով մեր ներքին կարողությունների հետ, ձևավորվեց արդեն այդ օրակարգը, որը նախարարի հրամանի տեսք ստացավ եւ երամսյակը 1 ներկայացվում է դրա կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ, տարվա վերջին արդեն մեր պարտավորությունն է, այսպես ասած, տարբեր այդ ոլորտային հետազոտությունները ներկայացնել նախարարության գործընկերների դիտարկմանը, ներկայացնել նախարարին, մի մասն արդեն ավարտվել է։ Բայց սա հարցի ավելի գլոբալ մասն է։ Ես ասացի, իմ ամեն օրվա գործի մասին եմ խոսելու։ Ընթացիկ բազմաթիվ հետազոտություններ եւ վերլուծություններ են իրականացվում, սկսած նրանից, թե տնտեսական ակտիվության ցուցանիշի այս ճյուղը ինչ պատճառով ընկավ, դրա պատճառաբանություններն ասեք։ Չնայած որպես կանոն չի ընկնում, մենակ հիմնականում բարձրանում է։ Միակ խնդիրը այնտեղ, որ էլի վիճակագրության հետ է մեր կարծիքով կապված, դա բուսաբուծության վիճակագրությունն է, մնացած ճյուղերը մի քիչ բարձրանում են ու դրա հետ կապված արդեն երբ որ բարձրանում են հետազոտություններ այնքան էլ հաճախ չեն հանձնարվում, բայց կոնկրետ X երկրում Y ոլորտի վերաբերյալ քաղաքականությունն ինչպիսին է։ Օրինակ, ես իմ նախաձեռնությամբ հանձնարարել եմ մեր վարչության աշխատգործընկերներին, որ տարբեր երկրների տնտեսական քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունների ծրագրերը մի հատ հանեն, հերթով սկսենք ուսումնասիրել, որովհետև մենք մի նախարարություն ենք, որ աջակցում ենք բոլոր ոլորտներին։ Մեղվաբուծությունից մինչև կապիտալի շուկա, կրկնում եմ, բոլոր ոլորտներին։ Սա կարող է լինել ինչպես դրվատելի, այնպես էլ քննադատելի, նայած է որ տեսանկյունից մարդ սրան նայի։ Բայց երբ որ քննադատական տեսանկյունից նայենք, բայց երբ որ մենք այդ հանձնարարությունը եղավ եւ պետք է նայենք նաեւ թե ուրիշներն ինչ են անում, մենք մեզ համար մի հատ շատ հետաքրքիր բան բացահայտեցինք, որ ես չէի սպասում։ Տասնյակ երկրների էկոնոմիկայի նախարարությունների կամ համանման գործունեություն իրականացնող գերատեսչությունների վեբ կայքերն են ուսումնասիրվել, ոչ մի վեբ կայքում ինֆորմացիան իրականացվող ծրագրերի վերաբերյալ այդքան մանրամասն եւ այդքան համապարփակ կերպով դրված չէ, որքան որ մեր նախարարության կայքում եւ դա ինքնագովազդ չէ, ցանկացածը ով ցանկանում է մեզ քննադատել ու վիճարկել այս իմ ասացի ճշմարտությունը, տեսնենք ճիշտ է ասում, թե ճիշտ չի ասում։ Կարող է նայել կարող է մտնել mineconomic.am կայք եւ ծրագրեր բաժնում մեր բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ովքեր են շահառուները, որոնք են պայմանները, ինչպես դիմել,
Որն է ծրագրի նպատակը, ավելի քան մանրամասն այդ բոլոր ծրագրերը այնտեղ դրված են։ Թե հիմա եկեք քննադատենք։ Պարոն Հայրապետյան, իսկապես ես ուսումնասիրել եմ եւ բավականին շատ ծրագրեր կան, ինչպես մարզերի կտրվածքով, այնպես էլ ընդհանրապես արդյունաբերության կամ արտադրության ցանկացած ճյուղի զարգացման կտրվածքով, բայց մի հարց է հետաքրքրում. արդյոք այդ ծրագրերը իսկապես ունեն հետազոտական հիմք, հետազոտական հենք եւ իսկապես հիմնավորված են խոր, անհրաժեշտ, բովանդակային, անհրաժեշտ գործիքակազմով մշակված հետազոտությամբ եւ այսինքն խոշոր հաշվով հետաքրքիր է թե պետական կառավարման ծրագրերը, որ իսկապես բազմաթիվ են, բազմաշերտ են, բազմավոլորտ են, հիմնված են հետազոտություններով թե ոչ։ Հետազոտության բաղադրիչը այս ծրագրերի մեջ որքան է ըստ ձեզ, ինչպիսի խորությամբ է դա իրականացվում։ Տեսեք, շատ տարբեր կողմերից կարելի է այս հարցին պատասխանել, բայց որպես վարչարար պատասխանեմ։ Յուրաքանչյուր այդպիսի ծրագիր մեծ ինչ է, կառավարության որոշում է։ Կառավարության որոշումը պետք է ունենա բացի նրանից, որ որոշման նախագիծ, որտեղ տեղադրում ենք i.gov.am կայքում, նաև հիմնավորում։ Այ հիմնավորումն ինքնին արդեն խարսխված է հետազոտությունների վրա, այսինքն դու պետք է ասես, թե լավ, ինչու համար ես X ծրագիրը փոփոխում կամ Y ծրագիրն առաջարկում որպես նոր նախաձեռնություն, քանի որ դա այնպես չէ, որ դու գրեցիր եւ դա միանգամից ընդունվում է, չէ, դա գնում է այլ գերատեսչություններ կարծիքի, քանի որ դա ընդհանցակարգով սահմանված է, այսինքն ամեն ինչը պրոտոկոլով հստակ սահմանված է, թե ինչ պետք է լինի, գնում է շահագրգիռ գերատեսչություններ կարծիքի, գալիս են կարծիքներ, դիտարկումներ, երբեմն քննադատական, ու մենք շատ բաց ենք, մենք միշտ դիալեկտիկական բանավեճին կողմ ենք, քանի որ մենք գիտակցում ենք, որ դրանք ինքնանպատակ չեն, դրանց նպատակը բացառապես ծրագիրն ավելի արդյունավետ, ավելի որակյալ եւ տնտեսավարողների շահերից բխող դարձնելն է, հա։ Եվ այդ դիտարկումների հիման վրա մենք էլի լրացուցիչ հետազոտություններ ենք իրականացնում, բայց այստեղ մի շատ կարևոր disclaimer ասեմ, նյուանս ասեմ, ինչ ասեմ, որ ակնդիրների մոտ էլ թյուր տպավորություն չստեղծվի, այնպես չէ, որ բոլոր հետազոտությունները նախարարության տնտեսական հետազոտությունների վարչությունն է իրականացնում, ոչ, բացառապես դա այդպես չէ, ոլորտային վարչությունը, որը որ ծրագրի հեղինակն է, այսինքն հենց ինքը այդ հիմնավորումները գրում է, այդ հիմնավորումները մեծամասամբ կամ եթե ոչ բացառապես, այսինքն կարող է այնտեղ ինչ-որ տեխնիկական փոփոխություն լինի ինչ-որ ծրագրում, դրա համար իհարկե հետազոտություն անել պետք չի, կամ բառափոխվում կամ ինչ-որ, բայց երբ որ նոր գլոբալ ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում, օրինակ իմ նախկին կյանքից պատմեմ, կապիտալի շուկայի ծրագիր, ինչի ասեմ նախկին կյանք, այն որ նախկինում այլ վարչությունում էի աշխատում, ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչությունում։ Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի նախագծի աշխատանքներին է մասնակցություն ունեցել։ Ճիշտ է։ Այդ հիմնավորումը գրելուց, այսինքն դա նոր նախաձեռնություն է, դա առաջին ծրագիրն էր ընդհանրապես, որն ուղղված էր Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, մենք դրանով աջակցում ենք, ինչը հիմա էլ ծրագիրը իհարկե գործում է, եւ պարտատոմսի թողարկողներին, եւ բաժնետոմս թողարկողներին, եւ այն ֆիրմաներին, որոնք հեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից, այսինքն Fitch-ից, Moody's-ից, Standard & Poor's-ից ստանում են վարկանիշ կամ ուզում են ստանալ վարկանիշ։ Ընդ որում, եթե վարկանիշ են ուզում ստանալ, ու նաև պարտատոմս են թողարկում, պարտատոմս թողարկելու համար ել ավելի մեծ աջակցություն են ստանում, բայց որպեսզի չշեղվենք թեմայից, ասելիքս որն է, այսինքն երբ որ նոր գլոբալ նախաձեռնությամբ է հանդես գալիս նախարարությունը, էական եւ մեծածավալ հետազոտություններ են իրականացվում եւ որոնց արդյունքները իհարկե գրվում են ներողություն ծրագրերի հիմնավորումներում, այսինքն յուրաքանչյուր ոլորտային վարչություն, այո, այդ ամենը իրականացվում է։ Հակառակ դեպքում, եթե չանենք, այդ ծրագրերն ուղղակի չեն ընդունվի։ Գիտեք, ինձ հանդիպել են դեպքեր, երբ որ եղել են միջազգային փորձի ուսումնասիրություն, միջազգային փորձի վերլուծություն եւ ամբողջ հետազոտությունը սահմանափակվել է դրանով։ Բայց իհարկե հետազոտության բնույթը, խորությունը իհարկե ավելի ընդգրկուն է եւ անհրաժեշտություն կա նաեւ միջազգայնացման, նաեւ մեր միջազգային partnerների հետ ավելի խոր ինտեգրացիայի շրջանակներում ծանոթանալ, տեղեկանալ կամ տիրապետել հետազոտական ավելի խոր գործիքակազմի։
արդյոք նախարարությունը կամ ընդհանրապես պետական գերատեսչությունները, որքանով որ դուք տեղյակ եք, եթե չանդրադառնանք միայն էկոնոմիկայի նախարարության, ընդհանրապես պետական գերատեսչությունների համակարգում միջազգայնացումը եւ ինտեգրումը տարբեր խոշոր կառույցների շրջանակում իսկապես ունեն հետազոտական լուրջ հենք կամ առնվազն իսկապես միտված է դրան գործողությունները եւ տարեկան ծրագրերը, գործունեության պլանները եւ այլը ունեն միջազգային կառույցներին համապատասխան, միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական ուղղվածություն։ Եվ որ ասում ենք միջազգային փորձի վերլուծություն, դա իմ կարծիքով հետազոտություն չէ, դա գրականության ամփոփում է, դա գրականության ակնարկ է, որը պետք է ներառվի։ Հենց դրա համար եմ ասում, հիմնավորումներում բազմաթիվ է միջազգային փորձի վերլուծություն, որը պետք է ներառվի հիմնավորումում, բայց հիմնավորումը չպետք է սահմանափակվի հենց այդպիսի միջազգային փորձի վերլուծությամբ, անգլերեն ավելի կարճ է հնչում, including but not limited to, այսինքն պետք է ներառվի, բայց չպետք է սահմանափակվի։ Հիմնականում, եթե մեր ոլորտից խոսենք, տնտեսական ոլորտ, նախ եւ առաջ շատ կարեւոր է պոտենցիալ շահառուների կարծիքն իմանալ, այսինքն նրանց հետ խորհրդակցություններ անցկացնել, որովհետեւ ինչքան էլ տվյալ վարչությունը ոլորտային վարչություն է, բիզնեսմենից լավ իր խնդիրը ոչ մեկ չի կարող իմանալ։ Սա իմ համոզմունքն է, գուցե գործընկերները նեղանան, բայց սա իմ համոզմունքն է։ Տվյալ բիզնեսմենից լավ իր ոլորտի առանձնահատկությունները, մանավանդ որ բոլոր մի շարք բիզնեսմեններ են հավաքվում, այսինքն իրենց կարծիքները ֆոկուսային խմբի նման ինչ որ sense բանա ստեղծվում, այսինքն տեսեք, եթե ես ասեմ այո, ամեն ինչի հիմքում հետազոտությունն է կամ բոլորի հիմքում հետազոտությունն է։ Ես գիտակցում եմ, որ լուրջ քննադատական հարվածների տակ կընկնեմ ինչ առումով, որ պարտավոր չեն բոլորը այդ հետազոտական մեթոդոլոգիայի գործիքակազմին, այսինքն ամենայն մանրամասնությամբ, հետևեն, թե ֆոկուս գրուպը ինչպես պետք է անել, այսինքն այդ մարդկանց նպատակը վերջում ակադեմիական հոդված գրելը չէ։ Եվ գուցե այն մոտեցումը, որ իրենք են շփվում տնտեսավարողի հետ, կարող է եւ այնպեսին չլիներ, ինչպեսին հետազոտողը դա կաներ, եթե ինքը շփվելիս լիներ տնտեսավարողի հետ, անունը դնելով ֆոկուսային խմբի քննարկում կամ խորքային հարցազրույց կամ չգիտեմ եւ այլն, բայց իհարկե շփումներ լինում են եւ շատ հաճախ մենք միայն երկրորդային տվյալների, այսինքն վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տվյալների վրա չի, որ խարսխվում ենք։ Մենք նաև խոսում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ, օրինակ վերջերս, հենց իմ ղեկավար տնտեսական հետազոտությունների վարչության գործընկերներից մեկը իր արած հետազոտությունը ներկայացրեց ոլորտի ներկայացուցիչներին, կոնկրետ դեղարտադրողների ներկայացուցիչների առաջ պրեզենտացիայով է հանդես եկել, իհարկե մասնագիտական վարչությունն է այնտեղ ներկա եղել եւ այլն։ Այո, որոշակի քննադատություններ եղան, նորմալ է, եւ այդ քննադատությունները ոչ այնքան հետազոտության որակին էին վերաբերում, այլ data source-երին, այսինքն ինչքան էլ խոսենք, գալիս ենք պատտվում ենք մի հատ մեծ խնդրի շուրջ, իսկ տվյալներ կան, տվյալները որքան են արժանահավատ, այսինքն ինչքան էլ հետազոտողը տիրապետի քանակական եւ որակական մեթոդներին, ինչքան էլ լավ այդ ընտրանքը պահպանի, եթե տվյալները վստահելի չեն կամ առկա չեն, հետազոտության արժեքը էականորեն նսեմանում է։ Այս սա խնդիր է։ Իմ նպատակը ամենևին ամեն ինչ վարդագույն ներկայացնելը չի։ Դա չի նշանակում, որ եթե մեկը գալիս է պետական գերատեսչությունից, պետք է ասի ամեն ինչ իդեալական է, շատ լավ է։ Մենք էլ գերազանց աշխատում ենք, չէ՞, տվյալների հետ կապված խնդիր կա եւ հաճախ այդ տվյալների հավաքագրումը, առաջնային տվյալների հավաքագրումը հսկայական ռեսուրսներ են պահանջում։ Մեկ դաշտային հետազոտությունները, այսինքն սա ես ականդիրների համար եմ ասում, այսինքն դուք գիտնական եք, դա գիտությունների տեխնացու դոցենտ, բոլոր շատերից ավելի լավ է դուք եք պատկերացնում, թե առհասարակ դա ինչ է ենթադրում։ Եվ այո, այդ ռեսուրսների սահմանափակվածությունը ստած կլինեմ, եթե ասեմ, որ չկա, բայց ամեն անգամ, երբ որ ինձ գա հանձնարարական եւ ես ամեն անգամ վկայակոչեմ դա էլ իր հերթին ազնիվ չի լինի, այսինքն ոսկի միջինն է պետք ընտրել, օրինակ մենք մեր նպատակը որն է լավ policy ունենալը, չէ,
գուցե այդ քրիստոնեական կանոնները հետազոտության այդ Evangelic approach ասվածը որ պետք է հենց այսքան եթե բնակչությունը բնակչության թիվը նկատի ունեմ դա ընդհանուր էլի այսինքն այն թիվը որից պետք է ընտրանքը ստանալ անգլերեն դրան բնակչություն ենք ասում նույնիսկ եթե դա փաստաթղթերին է վերաբերում հա population of documents հենց այդպես էլ ասում ենք այսինքն եթե այդ ընդհանուր թիվը x է ընտրանքը պետք է հենց հստակ լինի y քանի որ z բանաձևում այդպես է ասվում գուցե ես աչք փակեմ եթե այդ y-ից մի քիչ լինի բայց գործընկերոջը ասում եմ ոլորտային մասնագետների հետ շփվեք խոսեք տնտեսավարողների հետ ու դրա հիման վրա նոր այդ հետազոտություն ներկայացրեք նույնիսկ հա Oxford-ի dissertation չի լինելու բայց պետք է լինի բավականաչափ հիմնավորված մեր խոսակցությունը այնպիսի շրջանակում է ծավալվում, որ ես ստիպված հաջորդ հարցը պետք է տամ նախարարության փոխկապվածությունը կրթական հետազոտական այլ կենտրոնների մասնավորապես բուհական համակարգի հետ եւ բիզնես համակարգի հետ մենք անընդհատ հետազոտություններից ենք զրուցում մեր այսօրվա թեման կարծես թե դրա շրջանակում է բայց արդյոք բիզնեսը հետաքրքրված է հետազոտությամբ, սա էլ է շատ կարևոր, տնտեսվարողները հետաքրքրված են հետազոտությամբ, նախարարությունը իր առջև մեծ խնդիր է դնում բիզնեսին ապահովելու այդպիսի հետազոտություններով, կամ արդյոք հետազոտական կենտրոնները, ենթադրենք բուհերը եւ այլը նախարարության առաջ խնդիր կամ նախարարությունը բուհերի առաջ խնդիր է դնում այդպիսի տվյալների հետ կապված բազաների ձևավորման, որ իսկապես խորքային խնդիր է, որ դուք արծարծում եք, համաձայն եմ, ինչպիսի փոխկապվածություն կա բուհ, նախարարություն, բիզնես, այս եռանկյունու մեջ, ինչպես եք դուք տեսնում, կա արդյոք անհրաժեշտ ձևաչափ, կա անհրաժեշտ մեթոդաբանություն եւ նաեւ ցանկություն բուհերի կողմից ենթադրենք նախարարության կամ բիզնեսի կողմից ապահովել որոշակի համագործակցություն։ Շնորհակալություն։ Ընդհանրապես ինձ այս հարցազրույցների ամեն հարցազրույցից հետո գործընկերները շատ են քննադատում ասելով անգլերեն բառեր չես շատ ես օգտագործում, բայց հիմա ոնց չօգտագործեմ ու այդ հայտնի ֆրազը չասեմ that's a $1 million question։ Շատ բարդ ու շատ կարևոր հարցադրում եք անում, բայց եկեք սկսենք վերջից։ Արդյոք բիզնեսները հետաքրքրված են հետազոտություններով։ Իհարկե կարելի է սա ասենց ինքնապաշտպանական դիրք ընդունել, ասել դե նոր ասեցի, բա ամբողջ ինդուստրիայի առաջ հետազոտություն են կարել, բայց եթե հետաքրքրված չլինեին, X վայրում ինչի պետք է հավաքվեին, մեր գործընկերոջ պրեզենտացիան լսեին։ Բայց այստեղ ես կարծում եմ, որ խնդիրը պետք է այդ կապը էական բարելավման կարիք ունի, քանի որ կոմպարտմենտալիզացիա կա իրականում, բայց եթե նախարարության ֆունկցիաներից ընդամենը մեկն է հետազոտությունը, այսինքն նախարարությունը ինքը քաղաքականություն մշակող մարմին է, այո, ավելի քան համաձայն եմ եւ վստահաբար պնդում եմ, որ դա պետք է լինի հետազոտահենք եւ դա որոշակիորեն կա։ Ինչքանով կա, հիմա ես եթե ասեմ, այո, շատ հետազոտահենք է, մեկ ասի իր գործատունը գովում է դրա համար ես որակական գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, բայց եկեք մի հատ ուրիշ տեսանկյունից էլի նայենք այս հարցը նախարարությանը հանգիստ թողնենք իրականում։ Այ ակադեմիական հաստատությունները, որոնք իրենք են կոչված հենց այդ հետազոտությունները անելու, իրենք տնտեսավարողների հետ որքանով են կապի մեջ։ Տնտեսավարողները ակադեմիական հաստատություններին հետազոտություններ պատվիրակում են, թե չէ։ Տեսեք նորմալ է, որ էկոնոմիկայի նախարարությանը տնտեսավարողները չեն վճարում ու հետազոտություն չեն պատվիրում։ Դա մի փոքր իմ կարծիքով տարօրինակ կլներ, եթե օրինակ մեր վարչությունը, որը վարչությունը հիմնադրամ չէ, ՕԱԿ չէ, այն նմանատիպ հարաբերությունների մեջ լիներ տնտեսավարողների հետ, լավ կլիներ թե վատ, այս մեկը չեմ կարող ասել, բայց դա թողնենք մի կողմ, դա ակադեմիական հաստատություններին հետազոտություններ պատվիրում են, թե չէ։ Ակադեմիական հաստատություններ բիզնես կապը կա թե չէ, կամ ձեր տված հարցը էլի որ չստացվի որ խուսափում եմ, կրթությունը, որը մենք բուհերում դասավանդում ենք, մենք երկուսս էլ նույն բուհում դասավանդում ենք, հիմա ես որ գովեմ մեզ եմ գովելու, հիմա որ ես քննադատեմ մեզ եմ քննադատելու, բայց այն ինչ որ մենք դասավանդում ենք, դա իրական պրակտիկ կյանքի հետ կապ ունի թե չէ, այստեղ ես կասեմ, որ նախարարության աշխատանքի հետ երևի թե ավելի շատ կապ ունի,
հանձնե մասնավոր ոլորտի հետ։ Տեսեք, եթե դուք դասավանդում եք մակրոէկոնոմիկա, ճիշտ է, ես դասավանդում եմ միջազգային տնտեսագիտություն։ Այդ տեսական գիտելիքները էկոնոմիկայի նախարարության վարչություններում եւ հատկապես տնտեսական հետազոտությունների վարչությունում շատ ավելի կիրառական են, շատ ավելի կիրառելի են, քան օրինակ մասնավոր ոլորտում, եթե գնա ինչ-որ միտեղ, չգիտեմ, մարքեթինգով զբաղվի կամ բանկային ոլորտում զբաղվի, ումը հարցնում ես ուսանողներից որտեղ ես ուզում աշխատել, այ որ խոսակ բանկում։ Միանգամից այդ պրեստիժ է, չէ՞։ Այ բանկում դա պետք կգա թե չէ, գուցե շատ ավելի քիչ պետք է, բայց այստեղ կա բավականին ճեղք, կրթություն, աշխատաշուկա եւ ես նորություն չեմ ասում, ինչ որ նոր հայտնագործություն չեմ անում, ոչ էլ առաջին մարդն եմ, որ դրա մասին խոսում եմ, այո, կա ճեղք եւ այստեղ ես ուզում եմ քննադատել այդ պրակտիկաների կազմակերպման մոտեցումը, գիտեք, բերեց օրակիրը, չէ, դուք հարցը կտաք, բայց ես սրա մասին խոսեմ։ Ես այլ հարց եմ ուզում տալ, միգուցե դա մշակույթի հարց է նաև, հետազոտության բացակայության, միգուցե մեր այդ ոլորտի ինքնագիտակցության հետ կապված հարց է, որ որքանով է կարևոր հետազոտությունը, որքանով է բու աշխատաշուկա կապը ամրապնդում ընդհանուր տնտեսության զարգացմանը, արդյոք դա զարգացնում է բիզնեսին, արդյոք դա զարգացնում է բուհին, այստեղ կարևորագույն խնդիրներ կան, երևի հենց նմանատիպ հաղորդումները, քննարկումները հենց այդ նպատակն ունեն, որ ոչ ինչ որտեղ նաև ոչ մասնագիտական, այլ պրակտիկ ձևաչափով հանրային կառավարման շրջանակում փորձենք այդ դիսկուրսը բացահայտել եւ անհրաժեշտ ուղղությունները գտնել։ Ես կասեմ այն, ինչ իմ նախորդ հարցազրույցին ասացի, մեկ այլ լրատվականում, երբ որ լրագրողը հարց է տալիս եւ ասում, այ դուք այդքան լավ ծրագրեր անում եք, իսկ կրթության նախարարության հետ խոսում եք, թե որ չէ որ ամեն ինչ տանում եք դեպի կրթության ոլորտ։ Դու ասեք, որ նրանք էլ կրթությունը բարելավեն։ Կամ եթե ամեն ինչ լավ է, ինչու է վատ, դե լրագրողն է ասում, ու իմ բառերի մակարդակով չեմ կրկնում։ Եվ ես ասեցի հետեւյալը, ասեցի, տեսեք, կարող ենք գնալ Լոռու Մարս։ Այնտեղ ի թիվս այլ գյուղերի կա երկու գյուղ, երկու մալական գյուղ, Ֆիալետովը, Լերմոնտովը։ Եվ կարող ենք տեսնել այնտեղի իրականությունը եւ այն շոշափելի տարբերությունը, որն արկա է հարևան հայկական գյուղերի հետ, որոնք նույն բնակլիմայական պայմաններն ունեն, այսինքն տնտեսագիտության մեջ, որ մենք ասում ենք այլ հավասար պայմաններ, այդ այլ հավասար պայմանները ամբողջությամբ ապահովված են, բայց տարբերությունը աճեմոկնում դրա մասին հատորներով գրվել է ինստիտուտներ, տվյալ դեպքում մարդկանց հոգեկերտվածքից բխող ածանցվող տարբերություններ են, այսինքն մշակույթից դուք շատ ճիշտ նշեցիք, այն կրկին անգլերեն ասած I couldn't agree more, ես ավելի շատ համաձայն լինել չէի կարող, այսինքն տարբերությունը հենց այդ հոգեկերտվածքում է, տարբերությունը մշակույթում է, այս սոցիալ-մշակութային գործոններն են, եթե ավելի հակիրճ ասեմ եւ երկար նախադասություններ չկազմեմ, հա, հենց այսինքն քանի դեռ մարդը ինքը չի կարևորում կրթության ստացումը, ինչքան էլ լավ քաղաքականություններ մշակվեն մեր գործընկեր նախարարության կողմից, ինչքան էլ լավ բուհը փորձի անդադար իր ներքին կարգերը բարելավի, առարկայական ծրագրերը, syllabus կոչվածները բարելավի, փորձենք, չգիտեմ, որ երկրի ստանդարտներ ներդնել, դասախոսների վերապատրաստման ու կրթության վրա էական ռեսուրսներ, այդ թվում նաև ժամանակային ռեսուրսներ ներդրվեն, քանի դեռ մարդը ինքը չի կարևորում կրթությունը, քանի դեռ չի դիտում կրթությունը կամ եւ գիտելիքը որպես դեպի բարեկեցություն տանող ճանապարհ, ինչ էլ անենք, էլի նույն տեղին են գալու, քանի որ այդ նույն մարդը դիպլոմը ստանալու է, գնա X նախարարությունում աշխատի, կամ եթե այդքան շատ եք ուզում էկոնոմիկայի նախարարությունում աշխատի, հետո մի բան այնպես չլինի, բա ասեն, դա հետազոտությունը ուր էր այս ծրագրի հիմքում դրված, բա ինչի է, այս ինչը այսպես չստացվեց, այսինքն ամեն ինչի հիմքը նորից դա միլիարդ անգամ էլ ասենք մեկա քիչ հատ կրթության ոլորտն է։ Այսինքն կարող ենք ֆիքսել, որ հանրային կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների կառավարումը իսկապես հատկապես վերջին տարիներին մեր հանրապետության համար բարդագույն խնդիր է եւ այստեղ մարդկային ռեսուրսների կառավարման եւ հանրային կառավարման փոխգործակցության օպտիմալ ինչ-որ լուծում պետք է փնտրենք եւ այստեղ է նաեւ խնդրի էությունը, որը իհարկե կանդրադառնա մյուս գերատեսչությունների հետազոտական կարողություններին, բուհերին, մասնավոր հատվածի հետազոտական կարիքների կամ ցանկություններին
ունենք այստեղ խնդիր հանրային կառավարման եւ մարդկային ռեսուրսների կառավարման փոխգործակցության միջև։ Իհարկե ունենք եւ դուք թույլ չտվեցիք ես այդ պրակտիկաների մասին խոսեմ, բայց ես մեկը համառելու եմ եւ խոսելու եմ։ Տեսեք, ես մարդ եմ, որը բարիկադի երկու կողմերում է, բարեբախտաբար թե դժբախտաբար։ Եվ այդ կրթության ոլորտի մեջ է, այսինքն երկու գործատու ունի եւ կրթության ոլորտի մեջ է։ Այսինքն միակ բանը, որով որպես քաղցարող կարող է զբաղվել գիտական մանկավարժական աշխատանք եւ պետական կառավարման համակարգում է։ Եվ ամեն անգամ, երբ որ այդ պրակտիկանտները գալիս են, ես մինչև պետական կառավարման համակարգ մտնելը, ես մտածում էի, որ մեր այս հրաշք ուսանողները գնում են այնտեղ ժամանակ են կորում, նրանք են ամեն ինչում մեղավոր։ Այսինքն այդ նախարարության աշխատանքը։ Հիմա մի կողմ թողենք, որ մենք ու տարածքի հետ կապված գուցե շատ վարչություններ, ֆիզիկական սահմանափակումներ կարող են ունենալ, գիտեք, դա լուծելի հարց է, եթե այդ մարդու մոտ լինի ցանկություն, մոտիվացիա, այն գործը սովորելու, որը որտեղ որ եկել է, եթե չի ուզում, ինչի է եկել X նախարարության Y վարչություն, որ ես ինչ անեմ, այդ օրագիրը ստորագրեմ, ինքը թողնի գնա, մեծամասնության մոտ եւ այս խնդրումը ուզում եմ արձանագրեմ, այս պրակտիկայի հետ կապված այս խնդիրը կա։ Մեծամասնությանը հետաքրքրում է ստորագրված օրագիրը։ Մեծամասնությանը հետաքրքրում է հենց այդ պրակտիկայի գնահատական կոչված է, չնայած վերջերս ինչքան առնչվել են պրակտիկաներին, մենք որպես աշխատանքի պրակտիկայի վայրի կներեք ղեկավար, մենք նույնիսկ չենք էլ գնահատում, ոչ ես ոչ իմ գործընկերները։ Փորձառության վայրի, փորձառության վայրի ղեկավար մենք չենք էլ գնահատում։ Այսինքն զուտ այդ թուղթն է պետք, այստեղ իմ մոտ հարց է առաջանում։ Եթե X նախարարության Y վարչությունը կամ Z հիմնադրամը կամ D գործարանը կա, այդ մարդուն չի հետաքրքրում, ինչի է այդ մարդը գնում, ինչի այդ մարդը չի պնդում, ստիպում, ասում ինձ ուղարկեք այնտեղ, որտեղ որը իմ հետաքրքրությունների սահմանում է, գալիս է, ասում եմ դիպլոմային թեման, ավարտական աշխատանքի թեման, դիպլոմային ասեմ ավելի հասկանալի լինի։ Որն է, ասում է սա է, ասում եմ լավ, սա ինչ կապ ունի այն ամեն ինչի հետ, ինչով որ ես ու իմ գործընկերները այստեղ զբաղվում ենք։ Պատասխան չկա, բայց դեմքը հայացքը մի բան է ասում։ Արա դե դիր գնահատի գնամ, էլի ինչ ես ուզում ինձ։ Լավ, հասկանալի է, պարոն Հայրապետյան, այստեղ եւ կա սոցիալ մշակութային եւ հոգեբանական գործոններ, համաձայն եմ, եւ դուք համառեցիք, որ դուք պետք է շարունակեք պրակտիկայի գործոնը, բայց ես ամեն դեպքում կհամառեմ եւ իմ նախորդ հարցին կանդրադառնամ։ Հանրային կառավարման եւ մարդկային ռեսուրսների կառավարման փոխգործակցության շրջանակում ունենք ինչ-որ չասեմ մոդել, բայց մոտեցումներ, որ իսկապես կարող ենք անդրադառնալ նաև ձեր կողմից նշած փորձառության խնդիրներին եւ սոցիալ-հոգեբանական միգուցե կրթության հետ կապված մարդուն դա պետք է թե պետք չի, ինքը ինչպես է մտածում, մեր մշակույթն է, որ անպայման ուղարկենք բարձրագույն կրթություն սովորելու, բայց ուսանողի մշակույթը դա չէ, իր հետաքրքրությունների շրջանակն ուրիշ է, միգուցե այստեղ խնդիր կա, ինչ ունենք այստեղ։ Ու նաև եթե ամփոփենք ամբողջ մեր այսօրվա հարցազրույցը եւ դուրս գանք մեր պաշտոնական դիրքերից կամ գերատեսչության կամ բուհերի, այլ որպես տնտեսագետներ, ինչ ուղերձ հղենք մեր հասարակության անդամներին այս հանրային կառավարման եւ մարդկային ռեսուրսների փոխգործակցության շրջանակում, ինչ անենք բարելավելու համար։ Ոյ, այս հարցին լավագույնս պատասխանելու համար հենց հետազոտություն է պետք։ Եկանք ամենասկզբին։ Հա, այս հարցին պատասխանելու, այսինքն ամենաապահով եւ ամենապրոֆեսիոնալ պատասխանը կլինի, ես հետազոտություն չեմ արել, ինձ դժվար կլինի պատասխանել, բայց իհարկե սրանով ու առանց ուղերձների մենք չենք սահմանափակվի եւ փորձենք այդ բանաձևերը տալ։ Նախ եւ առաջ մենք ինքներս պետք է այդ կոմպարտմենտալիզացիան կոտրենք եւ ակադեմիական հաստատություններ, պետական համակարգ, համագործակցությունը խորացնենք։ Կա այս բային համագործակցություն, իհարկե կա։ Զոր օրինակ տնտեսագիտական համալսարանի Ամբերտ հետազոտական կենտրոնի հետ նախարարությունը համագործակցում է, կարող են հավաքագծերը բացել, մեր վարչությունն է հենց համագործակցում արտաքին առևտրի վերաբերյալ այս պահին հետազոտություն է իրականացվում, քանի որ work in progress վիճակ է, այսինքն հետազոտությունը ընթանում է,
արդյունքների մասին այս պահին չեմ խոսի, բայց մենք նախատեսում ենք, որ նախարարությունում հետազոտության շնորհանդեսը լինելու է եւ Ամբերդը առաջին անգամը չէ, որ գերատեսչությունների հետ է աշխատել, համագործակցել, ես ինքս մինչև նախարարությունում աշխատել է շատ հպարտ եմ, որ եղել եմ հենց այդ հետազոտական կենտրոնի աշխատակից։ Երկրորդը, մենք պետական համակարգի գերատեսչությունների ներսում միմյանց հետ համագործակցում ենք, բարբերաբար հանդիպում ենք, բացի նրանից, որ արդեն նշեցի, որ գնում են մեր նախագծերը եւ այլն կարծիքի, օրինակ մենք տարին մեկ մի լավ ավանդույթ ունենք Դիլիջանում կենտրոնական բանկի հյուրընկալությամբ, հա, հավաքվում ենք եւ այնտեղ քննարկում ենք տարբեր գերատեսչությունների, այդ թվում նաեւ էկոնոմիկայի նախարարության հետազոտական օրակարգերը եւ փորձում համագործակցության ինչ-որ եզրեր գտնել, օրինակ ես այդ հանդիպումից հետո իմ խոստման տերը եղա եւ մեր հետազոտությունների մի մասը ուղարկեցի եւ մեր հետազոտական օրակարգը նույնպես 2025 թվականի համար նախատեսված։ Այն ժամանակ դեռ նախագիծ էր 24 թվականի մասին է խոսքը։ Բավարար է, կարծում եմ ոչ բավարար չէ եւ այս ամենը պետք է շարունակական լինի։ Թե ինչ անել, որ մշակույթը փոխել, իրոք կդժվարանամ այս հարցին պատասխանել։ Այս հարցը պատասխան չունի, երևի թե այն կրթական արշավը, որ ներկայումս ընթանում է, կրթությունը, նորաձևը եւ այլն շատ տեղին է, որ վերջապես մարդկանց գիտակցության մեջ ես հույս ունեմ, ես հստակ չեմ, որ կփոխվի, կկարևորվի, այսինքն էական փոփոխություններ կլինեն եւ կկարևորվի ոչ միայն եւ ոչ այնքան այդ դիպլոմը, այդ պրեստիժը եւ այլ որքան հենց բուն կրթությունը, այսինքն դիպլոմն ինչ է, ընդհանրապես հավաստումն է, ընդհանրապես վկայումն է, որ տվյալ անձնավորությունը ունի տվյալ կրթությունը, հա, հենց դրա մասին է խոսքը եւ աստիկ ուղերձ մի շատ կարևոր ուղերձ ուզում եմ ասել, տեսեք, մեր տնտեսության ողնաշարը տնտեսագետները չեն, ով ուզում է թող նեղանա, ով ուզում է թող լայնանա, բայց տնտեսագետները չեն եւ ինձ համար շատ ցավալի է տեսնել։ Իսկ ովքեր են։ Բնական գիտությունների, ճարտարագետները, եթե շատ կոնկրետ պատասխան եք ուզում լսել, շինարարները, բնական գիտությունները եւ որ պահանջարկը այդ ոլորտներում կրթություն ստանալու համար այդքան ցածր է, բայց մի շարք այլ ոլորտներում իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հա ես ասել եմ, ես ինքս եմ քննադատում, ես էլ եմ միջազգային հարաբերություններ նաև ավարտել, ոչ միայն տնտեսագիտություն, բայց ինձ իրոք հետաքրքիր էր։ Տնտեսագիտություն այդ շատ բարձր է եւ կարող է ընկալում լինել, ես չեմ ուզում այդպիսի խիստ գնահատական տալ, որ նայելով ընդունելության ցուցանիշներին, որ մեռնում են բնական գիտությունները, այ ուղերձ ասեցիք, ուղերձը ձևակերպեմ այսպես, տնտեսության ողնաշարը տնտեսագետները չեն ամենևին եւ շատ կարեւոր կլինի, որ նաեւ այդ ձեր ասած մտածողությունն ու մշակույթը փոխվի եւ մեր շրջանավարտները իրենց հայացքը հառեն դեպի առաջին հերթին բնական գիտություններ, դեպի միջին մասնագիտական հաստատություններ, որոնք չափազանց կարևոր են եւ սուտ է, որ նրանք լավ չեն, բարձր չեն բարձրատրվում։ Այդ իրավաբանների ու տնտեսագետների պահանջարկ գուցե այդքան չկա, որքան միջին մասնագետների պահանջարկ, քանի որ մարդիկ ունեն պրեստիժի մասին իրենց սեփական ու անձնական ինչ-որ սահմանումները, որ չգիտեմ որտեղից է գալիս, դա ֆիլմերից է գալիս, կարգին հաղորդումներից է գալիս, որտեղից է գալիս։ Իսկ միգուցե տնտեսագետների դերը ավելի շատ ոչ թե տնտեսության զարգացման շրջանակում, այլ տնտեսության հետ կապված քաղաքականության մշակման գործընթացներում պետք է կարևորել եւ այդ ուղղությամբ քաղաքականությունը տանել։ Իմ ու իմ գործընկերների մասնագիտությունը չեմ նսեմացնում։ Այլապես ես ինքս տնտեսագիտական համալսարանում չեմ չէի դասավանդի։ Իհարկե տնտեսագիտությունը շատ կարևոր, շատ հետաքրքիր բնագավառ է։ Եվ այո, դուք ճիշտ նշեցիք, նրանք նաև պետք է զբաղվեն տնտեսական քաղաքականությունների մշակմամբ, բայց շատ ցանկալի կլիներ, եկեք անկեղծելի խոսենք, որ այդ մասնագիտությամբ ընդունվեին նրանք, ովքեր իրապես ուզում են դա սովորել եւ դրանով աշխատել, այլ ոչ թե նրա համար, որ դա ինչ որ պրեստիժի հարց է, հա, նույնը իրավաբանությունն է, նույնը միջազգային հարաբերությունները, հա, այսինքն որ չգիտեմ ով հարցնի, ասի ոնց, սև շենք եմ սովորում, միջազգային եմ սովորում, բայց գուցե իրեն հետաքրքրեր, օրինակ ագրոնոմի մասնագիտությունը, որ չափազանց կարևոր է, օրինակ չգիտեմ, ճարտարագետի մասնագիտ, քիմիկոսի մասնագիտությունը, բայց քանի որ նույն այդ հպարտությամբ չի կարող ասել այստեղ եմ սովորում, գնում է շատ հաճախ
այնպիսի ֆակուլտետ, որը դուրս է իր հետաքրքրությունների տիրույթից, ու ես շատ ուրախ եմ, որ այս խոսակցությունը ստացվեց ու մենք տենց գերատեսչությանը գովվել, գերատեսչություն պաշտպանել, չէ, այդ պարադիգմից մենք դուրս եկանք ու հենց ամենակարևոր թիրախը փորձեցինք հասցեագրել սոցիալ մշակութային պատճառներ։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, հիշեցնեմ, որ մեր հյուրը էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու, նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ալբերտ Հայրապետյանն էր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։